Բարելույս սիրելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 28-ն է, առավոտյան 7:30։ Այսքան շուտ միացել եմ մի զավեշտալի պատկեր ցույց տալու համար, որը իմ աչքի առաջ է ամեն օր։ Օրվա մեջ մեկ անգամ այս ժամին իմ եւ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը համընկնում է։ Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ ոստիկանական համակարգի առաջ դրված գլխավոր կամ գուցե միակ խնդիրը Նիկոլի իշխանության եւ անվտանգության ապահովումն է։ Փաշինյանի համար է աշխատում ամբողջ ոստիկանական համակարգը եւ դա ապացուցվել է տարբեր իրավիճակներում նրանց գործողություններով։ Վաղ առավոտյան ես եւս մեկ անգամ կհիմնավորեմ մեր ասածը։ Ուժային համակարգը Փաշինյանի համար աշխատում է անխնա, աշխատում է օրվա բոլոր վայրկյաններին, աշխատում անգամ այն ժամանակ, երբ փողոցներում համարյա մարդ չկա, մարդիկ քնած են։ Կոնկրետ օրինակով ուզում եմ ցույց տալ դա։ Առավոտյան 7:30 է։ Տեսեք ինչ թույլ է երթևեկությունը։ Իմ ամբողջ ճանապարհին, ինչպես տեսակ, ոստիկան, բարեկ չկա։ Մի քիչ էլ գնանք ու տեսնենք ինչ է կատարվում։ Ահա, կինոն սկսում է հենց Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ։ Տեսեք, թե քանի ոստիկանական պարեկային ավտոներ են կանգնած, քանի պարեկ է կանգնած։ Դա ձգվում է Պարոնյան փողոցով մինչև կառավարական ամառանոցներ։ Փողոցներում կանգնած են պարեկներ։ Ահա, նրանց մեքենաները տեսակ։ Անցումների մոտ եւս կանգնած են։ Չնայած որ մարդ չկա։ Հյուրանոցի մոտ, ինչպես տեսնում եք, եւս կանգնած են, որպեսզի ոչ մեկ ելումուտ չանի, երբ Նիկոլն է անցնում փողոցով։ Խնդալու է, ինչ պիտի մարդ շենքից դուրս չգա, երբ դա անցնում է, դա ինձ համար լրիվ անհասկանալի։ Խաչմերուկներում կանգնած են փնջերով։ Այս բոլորը ժողովուրդ ջան, կանգնած են մի բանի համար, որպեսզի Նիկոլը 1 կիլոմետր ճանապարհը կառավարական ամառանոցներից մինչև կառավարության շենք առանց վախերի անցնի։ Ոստիկաններ են կանգնում նաև այս Վազգեն Սարգսյանի փողոցից սկիզբ առնող փոքր փողոցների սկզբնամասերում։ Մի առանձին զավեշտ է այս լուսավորի տակ կանգնած ոստիկանապունջը, բայց դրան քիչ անց կանդրադառնամ ոտքով անցնելիս։ Տեսեք ժողովուրդ ջան, այս դալանի տակ պարքինգը արգելվում է։ Դե բայց այս ժամին այնտեղ կանգնած է ոստիկանական գազել։ Այս դալանի տակ նաև կարմիր կամ սև բերետավորներ են կանգնում ու Փաշինյանի անցնելու ժամանակ խնդրում են կամ պահանջում են նայած ում կուլտուրան, որ բառապաշարի համար է հերիքում եւ խնդրում կամ պահանջում են դալանի տակ սպասել մինչև դա անցնի։ Անցումի մոտ տեսնում եք կանգնած ոստիկաններին։ Այստեղ վթար է եղել, սյուներ են տապալել։ Այս անցումի մոտ կանգնած ոստիկանների միակ իմաստն այն է, կարծում եմ, որ ոչ մի այլ քաղաքացի չընկնի Սոնա Մնացականյանի օրը։ Մեջքով դեպի փողոցը շրջվեցին, ուրեմն դա գալիս է։ Ավարտվեց ոստիկանների աշխատանքը։ Հիմա ես անցնում եմ կարմիր լույսի տակով ու ոչ մի ոստիկան ինձ չի ասում քաղաքացի երթևեկության կարգն ես խախտում։ Ավելին, իրենք էլ անցան կարմիր լույսի տակով գնացին, ինչպես տեսակ։ Նրանց այստեղ տեղադրվելու իմաստը նրա մեջ չէ, որ դու չհանցնես կարմիր լույսի տակով, այլ այն է, որ Նիկոլն այդ պահին անցնելիս իրեն անվտանգ զգա։
Դալանն իր օկուպացիայից ազատեց ոստիկանական գազելը։ Բոլորը հավաքվեցին ու գնացին, մոռանալով հասարակական կարգի մասին։ Այդ բոլորը, ժողովուրդ ջան, ոչ հասարակական կարգը պահելու համար են, ոչ մեր ձեր անվտանգության համար, այլ միայն նրա համար են, կրկնում եմ, որ այդ մարդը մի կիլոմետր անցնի, կամ էլ նրա համար են, որ քաղաքացին անվտանգ լինի, որովհետև ակների տակ լղջելու սովորություն ունեն։ Իսկ այս մյուս կողմում Վազգեն Սարգսյան փողոցի մայրյոթի հարևանությամբ ոստիկանների ստվեր անգամ չկա։ Ու դա բնական է, որովհետև այստեղով Փաշինյանը չի անցնում։ Այնտեղ կկանգնեն այն ժամին, երբ դա անցնի։ Թե այս ժամին ինչքան տեղ գողություն կլինի, մարդասպանություն կլինի, քանի ավտո կթալանեն, թքած ունեն դրա վրա ոստիկանական գնդերը, այլ բանի համար են։ Նիկոլի օրոք վարձատրվում։ Տեսեք ինչքան ոստիկանական ավտոներ են շարված շատրվանների դիմաց։ Դրանք բոլորը այդ մարդուն ուղեկցորդներն են։ Այսքանը, ժողովուրդ ջան, հենց Նիկոլը բացակայեց երկրից, մեկ այլ տեսանյութ կհրապարակեմ ցույց տալու համար նույն ճանապարհին, նույն ոստիկանության պահվածքը, երբ դա երկրում չէ։ Բարելույս, հարգելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 30-ն է, առավոտյան 7:25։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ֆրանսիայում։ Նորից անցնում եմ իմ սովորական ճանապարհով եւ առաջարկում եմ միասին դիտել, թե ինչ է անում մեր ոստիկանությունը, երբ դա Հայաստանում չէ, երկրից բացակայում է։ Արարատն է իր ամբողջ գեղեցկությամբ։ Ուշադրություն, հիմա բացվում եմ տեսանը։ Տեսեք ինչ մաքուր է։ Տեսեք, ահա։ Սա հենց նույն հատվածն է, որտեղ նախորդ տեսանյութում շաղ էին տրված ոստիկաններ։ Ոստիկանա, բարեկա, բերետա, խառը, ամբողջ համակարգը ներքին գործերի։ Մի հատ հանելուկ առաջարկեմ, էլի, եթե 400 մետր ճանապարհի վրա մենք տեսանք տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ, պարեկներ, բերետներ, ապա փորձեք գուշակել, դրա օրինակ Գյումրի գնալիս 130-140 կիլոմետր ճանապարհի վրա, քանի պարեկ, բերետ, ոստիկանական զորք կտեղադրվի։ Հյուրանոցի մուտքն էլ է ազատ, մարդիկ կարող են հանգիստ ելումուտ անել, անցումների մոտ էլ չկան ոստիկաններ։ Այսքանը, ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում ողջ ուժային համակարգն է աշխատում նրա համար, որ մեկ հոգին իրեն զգա դուխով։ Ոստիկաններ չկան նաև այս լուսաֆորի տակ, չկան նաև դալանի տակ։ Դա սաղի կյանքն է խառնել իրար։